Աստված հավատարիմ է։ Դեյվիդ Վիլգերսոն։ Օր դեկտեմբերի 8։ Երբեք չտրվեք սպառնալիքներին։ Եթե ընթանում եք հոգով, ձեզ անընդհատ կհետապնդեն դիվային ուժերը, բայց դուք երբեք եւ ոչ միտեղ վախենալու կարիք չունեք։ Պողոսը անընդհատ հետապնդվում էր դիվային ուժերի կողմից։ Եվ մի մոգ գտան սուտ մարգարե, հրեա, որի անունը Բարեհեսու էր։ Նա նրանց դեմ կանգնեց, ցանկանալով հավատից շեղել Հյուպատոսին։ Գործք 13-րդ գլուխ 6-8 խոսքեր։ Բարեհեսու նշանակում է Հիսուսի որդի կամ լույսի հրեշտակ։ Նա այն սատանան էր, որը ապստամբեց Պողոսի դեմ։ Սակայն առաքյալը լցվեց Սուրբ Հոգով։ Բայց Սողոսը, որ Պողոսն է, Սուրբ Հոգով լցված մտիկ տվավ նրան եւ ասեց. «Ով ամեն խաբեբայությունով եւ ամեն խորամանկությունով լցված սատանայի որդի, ամեն արդարության թշնամի, դու չես դադարում Տիրոջ ուղիղ ճանապարհները ծռելուց, եւ հիմա ահա Տիրոջ ձեռքը քեզ վրա է, եւ կույր կլինես, որ չտեսնես արեգակը մինչև մի ժամանակ, եւ իսկույն մութ եւ խավար ընկավ նրա վրա»։ Այն ժամանակ Հյուպատոսը, երբ որ տեսավ այդ եղածը, հավատաց եւ Տիրոջ վարդապետության վրա զարմացավ։ Խոսք 9-12։ Պատկերացնում եք արդյոք, Պողոսը լցված Սուրբ Հոգով հաղթեց խավարի բոլոր ուժերին։ Գործք առաքելոց գրքի 16-րդ գլխում Պողոսը բարկացած էր, ինչը նշանակում է անհանգիստ կամ տագնապի մեջ։ Աստված թույլ տվեց, որ սա շարունակվի շատ օրեր, բայց Պողոսը զորանալով Սուրբ Հոգով աղաղակեց. «Հիսուս Քրիստոսի անունով հրամայում եմ քեզ, դուրս եկ դրանից»։ Խոսք 16-18։ Սիրելիներ, մենք չափազանց շատ ենք ընդունում սատանայից հարձակումները։ Գալիս է մի ժամանակ, երբ մենք նույնպես պետք է վեր կենանք Սուրբ Հոգու զորությամբ եւ ասենք. «Արդեն բավ է։ Հիսուս Քրիստոսի անունով հրամայում եմ դուրս գնա այստեղից»։ Երբ դուք իշխանությունը վերցնեք եւ դևերին հրամայեք փախչել, սատանան կվերադառնա ձեզ մոտ եւ կասի. «Այսինքն կարծում ես, թե հաղթել ես»։ Թվում է, թե նա չի հասկանում, որ որքան շատ ես հարձակվում հոգով լցված ծառայի վրա, այնքան ավելի ես նրան մղում երկրպագության առ Աստված։ Սրբին ճգնաժամի մեջ դրեք, եւ նա կերքի, կաղաղակի եւ կերկրպագի Հիսուսին։ Դե ինչ, սիրելիներ, պատրաստ եք ասել արդեն բավ է։